Ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Խիզախ։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնի ավելի շատ։ Ամեն ինչ։ Դες թանկության բանն էս։ Հետո մարդկանց հավայի բռնում են։ Դրանց նկատմամբ ապշեսկի վարչապետը չի խոսում։ Ղարաբաղցիներն էլ են այնպես տանջվում, ոչ մի բան չի ուզում անել։ Այնպիսի մարդ պիտի լինի ամեն բանից հասկանա։ Գյուղատնտեսությունից բռնած, բանակից դուրս եկած, ամեն ինչ։ Սահմանը որ իմանա ինչ բան է, որ մի մարդ չի իմանում սահման։ Նա սահման տեսա չի, որովհետև ինչ իմանա, սահմանը ինչ։ Սահմանը ոնց են պահում, ոնց են վերցնում, որ մի մարդ կռիվ տեսա չի, այն չի իմանա։ Հենց նա բանակ էլ չի գնաց, որտեղ է ծառայել, ոչ միտեղ, բանակից խաբարել չունի։ Հիմա խաղաղություն է, կրակոցներ չկան սահմանում։ Ով է տեսնում խաղաղություն, ոչ մի խաղաղություն չկա։ Տեսնում ես Իրանը կռվի մեջ է, բայց մի ժողովրդի պես պայքարում են, իրենք հաղթելու են։ Եթե գնահատելու լինեք Փաշինյանի կառավարման 8 տարիները, ձեր կարծիքով ինչ խլեցին մեզանից այդ տարիները։ Ամեն ինչ։ Արցախից բռնած Հայաստանն էլ ագոնում հələ։ Ինչ կա այդտեղ։ Մի մարդ որ ոչ մի բանից չի հասկանում։ Դա չկարող կառավարել եւ իրանք էլ չեն կառավարել։ Ոչ մեկի տուն չունի բան չի։ Մենք հալավարզ ենք տալիս։ Արցախից եք ես։ Հա։ Տեսեք թոշակների հիմա փոքր ավելացրել են ասում։ Իրանք բարձրացնում են տների գներն են բարձրացում։ Ինչ օգուտ։ Առաջ 20 թվին տները եղալա, ինչ տուն ոզմանի 20000-ից բարձր տուն չի եղել։ 10 բարձր տուն չի եղել։ Հիմա տարերն 12, 100,000, 200,000, որտեղից տաս այդ փողը։ Իրանք պետք է մեր տների տուն տան, ոչ թե 4 միլիոն փող տան, 3 միլիոն փող տան։ Ինչ է դառնում այդ։ Ոչ մի բան։ Տունն էլ գնում ես ինչ տուն է։ Պետք է մի այդքան էլ դնես, որ տուն դառ։ Մեզի խաբում են։ Հա, բա ինչ։ Եվ եթե Փաշինյանը նորից վերարտադրի։ Հայաստան չի լինի։ Ես այն գլխից ասում։ Հայաստան չի լինելու։ Թուրքանալով նորից։ Թուրքն է որ եկավ, всё։ Մի տարից հետո քոչիր գնա որ գնում ես գնա։ Սկսելով է մարդկանց սպանել։ Հիմա այն թուրք չի։ Ինքն ասում որ բարեկամ ենք։ Սուտ է թուրքը 70 տարի առաջ հա միտեղ բարեկամություն է հիմա այդ NTV 15 թոյին կոտրեցին ճիշտ է ուր հասանք բայց իրանք էլի մողբամ են ասում են եթե մենք չընտրվենք պատերազմ է լինելու սուտ է դա վախեցնում է մարդկանց որ բուտու որ ինքը լինի ինչ Ալիևը ուժը չի կարողանում կռի բարձրացնել։ Եթե կռի բարձրացա, ինքը տանիլ է տալու։ Չիմանաս թե վախենում են։ Հայացքը չի վախենում։ 30 տարի պահել է, էսի եկել է, ծախալ է։ Մեզի էլ ծախից, խաբեց։ Եկավ Արցախը Հայաստանա եւ վերջ, բայց ինքը տակով իրեն գործերը ծարավ, ծախեց բոլորին։ Մեր հայերը պետք է հասկանան, որ այս ինչ գործաբռնում։ Այն աշկերտներին առաջ ինչ գնաց ստորագրեց, սահմանն են տալիս է։ Սահմանը պահելու համար քեզի բանակ արկավ։ Ուժեղ բանակ։ Ոչ թե չոբան են բերեն գցեն այնտեղ կրակելն են չվին։ Այն ազգային ժողովում որ կան մի հատ ավտոմատ 10 այնի կարե բռնի, չէ, չի կարող կրակի։ Կոկորոս կբռնեն, լավ կոտեն, այն փորունը որ սոված է եղել այն ժամանակ, հիմա կոշտացել է, աշկերտն են առնիկալալ է։ Հային չին տեսնում, նրանք հայեր չի։
հայացքը պետք է պաշտպանի, ինչպես Իրանը։ Դե մեզ Իրանը ասում է, մենք թեկուզ մեծերին էլ որ սպանեիք, մեկ չենք դադարի կռվի։ Ինչև վերջնա անգնալու են, որովհետև միաձայնին, բայց այստեղ ինչ է։ Մեկի կողքին խոսում ես, ասում է Փաշինյանն լավ մարդ է, վարչապետը լավ մարդ է, բայց ինչ է անում։ Ինչ ինքը եկալ իշխանության Հայաստան գնում է ձերքից։ Ղարաբաղը գնաց։ Ղարաբաղը 30 տարի գնացել ասել ար Կիրաբադ, որ թողածնին Կիրաբադներ կվերցնեին։ Նրանց հետո Բաքու։ Հայացքը վախ կոչ, պրոստո լավ ղեկավար հարկավոր։ Էտա։